ըստ վարույթ իրականացնող մարմնի եւ այն մեղադրանքն էլ խնդրում եմ ճակերտներում դիտարկենք, որը ներկայացվել է Սամվել Կարապետյանին, վերաբերում է նրան, որ վերջինս իբրև կոչ է ներկայացրել իշխանության զավթման ուղղված, որին էլ նախորդել էր եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, այն է գործադիր իշխանության դիրքորոշումը ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ, հրաժարականի վերաբերյալ։ Այլ հանգամանքներ տվյալ գործով չկան։ Կարող են լինել քաղաքական հայտարարություններ, կարող են լինել ենթադրություններ, որտեղ կներեք հենց նույն քննչական կոմիտեի նախագահի խոսքում ես նկատեցի, որ վերջինս օգտագործում էր հայտարարություն բառը։ Իդեպ, հայտարարությունը երբեք կոչ չի կարող լինել։ Կամ կոչ կա, շատ լավ, առնվազն ցանկացած իրավապահների ներկայացուցիչների կողմից իհարկե պետք է լինի շրջանակ խոսքի եւ այդ խոսքի շրջանակը ես առնվազն փորձում եմ վերլուծել այն տրամաբանությամբ, որ ենթադրում եմ գործընկերները իրավապահ մարմինների գիտակցում են, որ տվյալ դեպքում չկա որևէ կոչ, այսինքն նվազագույն լեզվաբանական իմաստով եւս արդեն փորձում են այլ մարտավարություն իրացնել, որ ենթադրաբար հայտարարությունը իր մեջ կոնտեքստի ինչ-որ հանգամանքներից ելնելով կարող է պարունակել կոչի տարեր, կներեք, ես մի բան ասեմ, մենք որպես իրավաբաններ, հատկապես քրեական արդարադատության տիրույթում չենք կարող աբստրահվենք կոնկրետ հանգամանքներից։ Տվյալ դեպքում, եթե խոսքը նրա մասին է, որ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել էր, բայց կարծես մինչև քննչական կոմիտեն դա հրապարակվել էր քաղաքական պաշտոնյաների կողմից, ինչ որ թղթիկի մասին, որը A4 ֆորմատի թղթի վրա տենց ինչ որ անուններ էին գրված եւ այլն, կներեք դրանով մարդուն ինչ որ անուղակի թեկուզ մեղսագրում անելը աբսուրդ է։ Այն, որ արդեն աբսուրդի հետ գործում ենք, փորձում ենք աբսուրդի շրջանակը լայնացնել, նույնիսկ այդ մասով իհարկե գիտեք, ես միշտ լավատես եմ, չեմ կարծում, որ նման իրավիճակում հայտնվենք։ Միգուցե պարզապես փորձում են անուղակի, այսպես ասած, մի տվյալներով ասել, որ տվյալ դեպքում չնայած հայտարարություն է, բայց քանի որ իրավիճակ է եղել, այլ դրա համար միգուցե եկեք դիտարկենք կոչ, բայց սա էլ շատ դժվարանում եմ մեկնաբանել, որտեղ կարծում եմ ինքն է երևի թե հենց հասցեատերը պարոն Պողոսյանը մի բան կարող եմ ասել, հստակորեն կարող եմ ասել։ Սամվել Կարապետյանի գործողությունների մեջ ուղղակի թե անուղղակի որևէ ոչ իրավաչափ գործունեություն չկա, ավելին այս քրեական գործը ստեղծում է մի իրավիճակ, որ ստացվում է մայր աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել։ Իդեպ մայր աթոռին էլ պաշտպանելու շրջանակներում խոսքը կարող է լինել ոչ դուրեկան, խոսքը կարող է լինել վիրավորական, խոսքը կարող է լինել ցնցող, իդեպ սա բառացի մեջբերումներն են Եվրոպական դատարանի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներից։ Ավելին, մի հետաքրքիր Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հանգամանք նշեմ, 2008 թվականի հոկտեմբեր ամսի ՍԴՎ 766 որոշմամբ ժամանակագրությունն էլ չէ, իսկապես հետաքրքիր նշեցի, Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ իրավաչափության շրջանակներում է նույնիսկ սուր պահանջը հրաժարականի, դրա վերաբերյալ կոչը հավաքներ անելու եւ այլ պատկերացնում եք շրջանակը։ Այս պարագայում, երբ անձը ներկայացնում է իր հայտարարությունը մայր աթոռին պաշտպանելու վերաբերյալ, իսկ մենք բոլորս տեսնում ենք, ինչ է կատարվում։ Այսինքն ակնհայտ է, նույնիսկ միջազգային մամուլն է գրում նրա մասին, թե ինչ է կատարվում Հայաստանի գործադիր իշխանություն մայր աթոռ իրավահարաբերություններում։ Պաշտպանելու խոսքը, այո, կարող է փաստորեն վերածվել նաև քրեական հետապնդում։